Երևան քաղաքի տարածքում 234 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր ջերմաէլեկտրակայան կկառուցվի։ Կառավարությունը հավանության արժանացրեց դրա կառուցման եւ շահագործման հուշագիրը։ Ռենկոն պարտավորվում է պայմանագրի կնքման պահից ջերմաէլեկտրակայանը կառուցել իր հաշվին 30 ամսվա ընթացքում եւ արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան վաճառել Հայաստանի կառավարությանը։ Ներդրումային լավ ծրագիր է, օտարերկրյա ներդրում է, առանց պետության որևէ պարտքի շմին առնչվելու եւ ես կարծում եմ ուղղակի պետք է լինել հետեւողական, որպեսզի պայմանագրում որևէ բաց թողում չլինի, հետո մենք խնդիրներ չունենանք կառավարությունի նկատի ունեմ։ Կառավարության պահոստային ֆոնդից 902 միլիոն դրամ կհատկացվի նոյեմբերի ուժեղ քամիների հետևանքով տուժած համայնքներին։ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է արագ կազմակերպել վնասները վերականգնելու աշխատանքը։ Մենք նախագահի հետ իհարկե քննարկել ենք այս հարցը եւ որոշում ենք կայացրել, որ աջակցենք։ Բայց նաեւ լինի դա օբյեկտիվ, հիմնավոր եւ ստեղծել հանձնաժողով վարչապետի որոշումով եւ արագ 2 երեկոյա ընթացքում ունենալ աշխատանքային խմբեր, լինել մարզերում, համայնքներում եւ թվերը իրականացնել։ Դրանց զուգահեռ իհարկե աշխատանքները իրականացնել։ Կառավարությունը կայացրեց վատ եղանակի պատճառով տուժածներին ուղղված եւս մեկ որոշում։ Լոռու եւ Շիրակի մարզի ֆերմերները ստիպված չեն լինի վճարել 2013 եւ 14 թվականների մարզպետարաններից գնաց աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի համար։ Կառավարությունը ներեց կարգտահարությունից տուժած հողօգտագործողների պարտքը։ Մենք այս նախագծով օգնում ենք մեր գյուղացիներին, որ ովքեր որ տուժել են կարգտահարությունից, մոտ 90%-ով արտերը բերք չեն հավաքել եւ ես կարծում եմ սա եւս մեկ քայլ է կառավարության կողմից աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին եւ հատկապես մեր գյուղացիներին։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է ավելացնել ԴՀԿ ծառայության ծառայողական ավտոմեքենաների թիվը։ Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է ԴՀԿ ծառայության ծառայողական մեքենաների թիվը 34-ից հասցնել 54-ի։ Նախարարությունում ուսումնասիրել են այդ ավտոմեքենաների ձեռքբերման ու հատկացման անհրաժեշտությունը։ Ոչ թե կոնկրետ անձի սպասարկման համար է հատկացվում, այլ ծառայությանն է հատկացվում, կոնկրետ տարածքներին տրամադրվում է ծառայությանը, նկատի ունենալով աշխատանքային արդյունավետությունը, սրանք ոչ թե պետական բյուջեի միջոցների հաշվին են ձեռք բերվելու եւ հատկացվելու բաժիններին, այլ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորեց չխուսափել լրագրողներից եւ կառավարության նիստից հետո հետնամուտքից դուրս չգալ։ Կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ։ Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց բարձրաբանելու համար եւ ոչ թե ասենք դուրս գալ այլ մուտքերով։ Լրագրողների հետ շփվելու առաջին խիզախ քայլը առողջապահության նախարարն արեց։ Նա անդրադարձավ դեղերի գներին։ Ըստ Արմեն Մուրադյանի դեղամիջոցների գները նվազել են։ Այդ են վկայում մայիսից հոկտեմբեր անցկացված մշտադիտարկումների արդյունքները։ Ուսումնասիրվել են խոշոր ներկրողների ամենավաճառվող 50 անուն դեղամիջոցների գները։ Այդ 50 ամենատարածված դեղերի 60%-ը գների փոփոխություն չի տեղի ունեցել, թանկացում չկա, 34% դեպքերում գները նվազել են շուրջ 30%-ով, իսկ մնացած դեպքերում գները բարձրացել են սեզոնային բնույթի մինչև 3%։ Դեղերի գների հարցը կառավարության նիստում բարձրացրել էր վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիներից ստացած նամակները։ Մարդիկ դժգոհել էին դեղերի անհիմն թանկացումից։ Նաիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։